Անձը դեկրետացվում է, գիտակցությունը անձի բավականին նեղանում է եւ սոցիալական, ինչպես նաեւ մնացած բոլոր հմտությունները, եթե կարող եմ այսպես ասել, հետաճ են ապրում եւ Համատարած մարդիկ պարապ են, չգիտեն խցում ինչ անեն։ Ցավոք աշխատանքի այն հնարավորությունները, որոնք կան քրեակատարողական հիմնարկներում, անձինք դրանց չեն վերաբերվում բնականաբար որպես աշխատանքների։ Կան անձինք, ովքեր ունեն այդ կրթությունը, բայց այդ կրթություն ունենալը անձին ետ չի պահել հանցագործություն կատարելուց։ Քրեակատարողական հիմնարկը մի վայր է, որտեղ որ այդ հարաբերությունները եւ կյանքը որոշակիորեն ստանդարտացված են։ Անձը եղել է քրեակատարողական հիմնարկում, տարբեր միջոցառումների մասնակցել է եւ արկա աշխատանքներից որևէ մեկը կատարել է։ Դա արձանագրվել է, որ մենք անձին վերասոցիալականացնում ենք։ Անձը հայտնվել է ազատության մեջ, կարճ ժամանակ անց նորից հետ է վերադարձել քրեակատարողական հիմնարկ։ Մենք ունենք պետական մակարդակով անտեսված լինելու խնդիր եւ ես կարծում եմ, որ դա վաղ թե ուշ դարձյալ հանգեցնելու է տվյալ անձանց կողմից նորից հանցագործություն կատարելու վարքագծի վերականգնմանը։ Հուզիչ էր իմանալ, որ շատ շատերի համար դա եղել է իրենց կյանքում առաջին որպես այդպիսին օրինական եկամուտ է։ Գիտեմ, որ անչափահասներից մեկը այդ գումարը ուղարկել է իր ընտանիքին իրենց օգտագործման համար սուրճի բաժակ եւ ափսե պատրաստել, թեյ բաժակ պատրաստել, սրճե պատրաստել, մոխրաման պատրաստել։ Հիմա բավականին պահանջարկ ունեն այդ թուլունքագործ պայուսակները, բավականին թրենդային են, հատկապես երիտասարդ աղջիկների շրջանում եւ կանանց հետ մենք այդ պայուսակներից պատրաստել ենք ցուցահանդես վաճառքի ժամանակ եւ տոնավաճառի ժամանակ կազմակերպությունը, այսինքն մենք որպես կազմակերպող առաջնորդվել ենք այն գներով, որոնք առաջարկել են մասնակից դատապարտյալները։ Բարև ձեզ, դուք լսում եք դիտում եք մեծ գործ ոդքասթը, ես Աստղիկ Կարապետյանն եմ։ Իմ հյուրը Նարէ Հովհաննիսյանն է, իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ եւ ձեր ձեռքի սոցիալական ձեռներեցության հիմնադիր։ Նարէ ջան, ողջույն, շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Այսօր բավականին զգայուն ու բարդ թեմայից ենք խոսելու, հիմնականում խոսելու ենք անազատության մեջ գտնվող մարդկանց իրավունքներից եւ զբաղվածությունից ու նաեւ այն լուծումներից, որոնք կան ու որոնք նաեւ դու ես առաջարկում կամ առաջարկելու։ Որ խնդրեմ մի քիչ կպատմես կազմակերպության մասին, ինչով եք զբաղվում ու նաեւ սոցիալական ձեռներեցության մասին։ Կազմակերպությունը ընդհանուր առմամբ զբաղվում է քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների բարելավմամբ, եթե կարող ենք այդպես ասել, եւ այդ բարելավման ուղղությամբ մի քանի հարցեր են, որոնք հիմնադրման եւ ակտիվ գործունեության օրվանից կազմակերպությունը առավել հասցեական թիրախավորում է, բավականին ընդունված տերմին է հիմա ջատագովություն, շահերի պաշտպանություն ոլորտային օրենսդրության բարելավման ուղղությամբ եւ այդ համատեքստում կատարում ենք բազմաթիվ հետազոտություններ եւ նաեւ առաջարկություններ, որոնք մշակվում են պատասխանատու կառույցներին պետական, նաեւ ընդգրկված ենք տարբեր անձամբ ընդգրկված եմ աշխատանքային տարբեր խմբերում, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ ոլորտային տարբեր փաստաթղթերի եւ նաեւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել։ Հաջորդ հարցը, որը կարևորում ենք, կարողությունների զարգացումն է։ Այս համատեքստում թիրախավորում ենք ինչպես ոլորտի աշխատակիցներին, ծառայողներին, այնպես էլ բուն շահառու խմբին, ազատազրկված անձանց եւ պրոբացիայի շահառուներին, այսինքն այն անձանց, ովքեր ազատության մեջ են իրենց պատիժը կրում, եւ նաեւ կարևորում ենք հանրային ընկալումների փոփոխությունը այս ընդհանրապես ոլորտի եւ մասնավորապես ազատազրկված անձանց վերաբերյալ եւ այդ համատեքստում մի քանի գործիքակազմ ենք կիրառում, անձնական պատմությունների ներկայացում, դրանք կլինեն հոդվածների, թե տեսաֆիլմերի միջոցով, մեդիա քննարկումների կազմակերպում, հանրային քննարկումների կազմակերպում եւ այս համատեքստում առավել կարևորում ենք հենց վերասոցիալականացման շեշտադրումը եւ դրա վերաբերյալ ավելի լայն հանրային իրազեկում իրականացնելը։ Իրականում վերասոցիալականացման ամենակարևոր բաղադրիչներից մեկը այդ զբաղվածություն ապահովելն է դատապարտյալներին եւ կալանավորված անձանց նաեւ։ Ես օրինակ անցյալ տարի, երբ որ տարբեր քրեակատարողական հիմնարկներում էի լինում,
Հիմնականում մարդիկ խոսում են հենց զբաղվածության պակասից։ Միայն մի դատապարտյալ եմ հիշում եւ իր խցակցին, ովքեր ունեին պատշաճ զբաղվածություն, մասնավոր կազմակերպության հետ ունեին պայմանագիր եւ ծրագրավորող էին աշխատում։ Շատ բացառիկ էին, ինչ իմաստով, որ մարդիկ ընդհանրապես չէին դժգոհում ֆինանսական հնարավորություններից, զբաղվածությունից, նույնիսկ ասում են, որ այնքան զբաղված են, չեն հասցնում ինչ-որ բաներ, նույնիսկ գիշերն են խցակցի հետ ինչ-որ խնդիրներ քննարկում եւ այլն։ Շատ լավ տպավորություններ ստեղծվում, բայց երբ որ արդեն շփվում ես մյուսների հետ, այդ տպավորությունը մեղմ ասած կոտրվում է, որովհետեւ համատարած մարդիկ պարապ են, չգիտեն խցում ինչ անեն, ազատության մեջ գտնվող մարդկանց համար այն զբաղմունքները, որոնք շատ ձանձրալի են, իրենց համար նույնիսկ ձանձրույթը կոտրող կարող են համարվել։ Որ խնդրեմ այս մասով ձեր դիտարկումները կասեք, ընդհանրապես ինչ վիճակատիր արդյոք իմ տպավորությունները իսկապես օբյեկտիվ են։ Իրականում այո, ձեր դիտարկումները բավականին ճիշտ են, հայտնվելով անազատության մեջ, անձինք բնականաբար շատ խոցելի վիճակում են հայտնվում, որովհետև հայտնվում են 4 պատի մեջ եւ ամբողջ օրը ոչինչ չունեն անելու կամ զբաղվելու, որոշ դեպքերում բացառությամբ զբոսանքի համար հատկացված շատ կարճ ժամանակամիջոցից։ Եվ դրա վտանգավորությունը այն է, որ անձը դեկրետացվում է, գիտակցությունը անձի բավականին նեղանում է եւ սոցիալական, ինչպես նաեւ մնացած բոլոր հմտությունները, եթե կարող եմ այսպես ասել, հետաճ են ապրում եւ իր անհատականությամբ քայքայված անձը, երբ դուրս է գալիս հասարակություն, բնականաբար չի կարողանում վերականգնել իր կոմունիկացիոն կապերը, նաև չի կարողանում իր տեղը գտնել հասարակության մեջ, կամ եթե կարողանում է, բավականին դժվար եւ բավականին ուշ։ Եվ այս առումով իհարկե շատ կարևոր է, որպեսզի լինեն աշխատանքի, կրթության, իրավունքի ապահովման պատշաճ հնարավորություններ։ Մեր խնդիրը այն է, որ քրեակատարողական հիմնարկներում մենք ամեն ինչն ենք վերածում զբաղվածության, ես սկզբունքորեն դեմ եմ դրան, որովհետև կրթությունը պիտի մատուցվի որպես կրթություն եւ անձը պիտի ունենա այդ ընկալումը եւ գիտակցությունը, որ ինքը սովորում է։ Ի վերջո դրսում, երբ մենք որևէ կրթություն ենք ստանում, դա մեր մեջ նաեւ որոշակի պատասխանատվություն եւ վարքագիծ է ձևավորում առ այն, որ պատասխանատու ենք օրինակ դասի ներկայանալուն, պատասխանատու ենք նյութը յուրացնելուն կամ սովորելուն, պատասխանատու ենք այդ գիտելիքը կրելուն եւ այն իրացնելուն։ Այսինքն դա անձի մեջ որոշակի վարքագիծ է դրսևորում, բայց նույնը կարող ենք ասել նաեւ աշխատանքի վերաբերյալ, այսինքն դա մեր մեջ որոշակի պատասխանատվություն եւ վարքագիծ է ձևավորում, բայց այն ձևով, ինչ ձևով, որ որոշ հնարավորություններ առկա են քրեակատարողական հիմնարկներում, ցավոք դրանք վերածվում են զբաղվածության եւ իմ կարծիքով դրա վտանգավորությունը այն է, որ աշխատանքի եւ կրթության առաջնային եւ նպատակային նշանակությունը որպես այդպիսին նվազեցվում եւ դառնում է ոչ կարևոր։ Արի օրինակներով էլի խոսենք, որ ասում ես կան բաներ, որոնք զբաղվածություն են որպես ներկայացվում, բայց իրականում այդպես չպիտի լինի։ Խոսքը ինչի մասին է։ Տեսեք, նույն աշխատանքի հետ կապված։ Ցավոք աշխատանքի այն հնարավորությունները, որոնք կան քրեակատարողական հիմնարկներում, անձինք դրանց չեն վերաբերվում բնականաբար որպես աշխատանքների, որովհետև դրանք ընդհանրապես տարածքի մաքրությունն են, այսինքն այդ հանձնուկները հանձնուկի կետից վերցնել եւ փոխանցել հասցեատեր դատապարտյալին կամ կալանավորված անձին, որոշակի այդպես շինարարական աշխատանքներ կատարել եւ բուն մասնագիտական որևէ աշխատանք կատարելու հնարավորություն չկա եւ հետեւաբար այն անձինք, ովքեր համաձայնում են հիմնարկի առաջարկած աշխատանքը կատարել, կատարում են, որովհետեւ միգուցե համաձայն են, միգուցե այլ տարբերակ չունեն, միգուցե ունեն տվյալ գումարի կարիքը, միգուցե որոշակի սոցիալական կարգավիճակ ունեն եւ դրանով պայմանավորված են համաձայնում եւ որպես այդպիսին դա դառնում է զբաղվածություն, այսինքն անձի մեջ չի ձևավորվում այն գիտակցությունը, որ կա աշխատանք եւ ինքը կարող է կամ պետք է աշխատի։ Ուղղակի կան որոշ գործառույթներ, որոնք կատարելով անձը կարող է կամ վճարովի զբաղվածություն ունենալ կամ անվճար զբաղվածություն ունենալ, ինչը նախատեսված է ոլորտը կարգավորող օրենսդրությամբ եւ առաջարկի, այսպես ասած, տարբերակներով պայմանավորված, դա դառնում է ուղղակի դատապարտյալի կամ կալանավորված անձի օրը լցնելու որևէ տարբերակ։ Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվում են նաեւ վերասոցիալականացմանը միտված տարբեր միջոցառումներ, ինչ որ առումով դրանք էլ
այն ընկալումը ունեն, որ ուղղակի նախատեսված են դատապարտյալի օրը զբաղեցնելու համար։ Կան կրթական որոշ ծրագրեր եւ վերջին ժամանակահատվածում ինքս առավել ինտենսիվ այդ համատեքստում առնչվում եմ քրեակատարողական հիմնարկներին, որովհետեւ կազմակերպությունը քրեակատարողական 3 հիմնարկում Աբովյան, Արմավիր եւ Սևան ծրագիր է իրականացնում, որը ուղղված է հենց սոցիալական հմտությունների վերականգնմանը, մասնագիտական վերապատրաստմանը եւ աշխատանքային զբաղվածության պատրաստվածությանը, աշխատանքին պատրաստվածությանը, կամազատության մեջ, կամազատությունից հետո անձինք ինչպես որ կկարողանան այդ հնարավորությունից կամ այդ գիտելիքից օգտվել եւ անգամ այս ծրագրի դասընթացներին մասնակցության միտումների մեջ ես տեսնում եմ, որ կա այդ արատավոր մոտեցումը, դա դիտարկել որպես զբաղվածություն։ Օրինակ անձը գալիս է եւ նաեւ իր դիրքորոշումը հստակ կարող է հայտնել, որ օրինակ իրեն պայմանական վաղաժամկետ ազատման համար միավոր է պետք, կամ պետք է որևէ ձևով արտացոլվի իր անձնական գործի մեջ, որ ինքը մասնակցել է եւ դա կարող է արտահայտվել օրինակ մասնակցության թերթիկի մեջ իր ստորագրությունը դնելով, բայց կարող է նաեւ միտում ունենալ օրինակ ամբողջ դասին չմասնակցել կամ դասին չմասնակցել։ Այսինքն այն թե ինչպես է անձը վերաբերվում մասնագիտական վերապատրաստման հնարավորությունը, որի համար կազմակերպությունը կարելի ասել բոլոր նախադրյալները ստեղծել է իր ունեցած ֆինանսական եւ այլ հնարավորությունների սահմաններում, այդ միտումները տեսնում ես։ Այսինքն նաեւ անձանց կողմից ավելի այդպես լուրջ տրամադրվածությունը շատ հնարավոր է չտեսնես։ Իհարկե սա հենց ամենաառաջին իսկ հանդիպումից բավականին լուրջ մարտահրավեր էր ինձ համար եւ նաեւ հիմնարկի ղեկավար կազմի հետ համապատասխան քննարկումներից հետո նաեւ որոշակի պահանջներ ներկայացնելով մասնակցության եւ մասնակցության ձևաչափի վերաբերյալ շատ համառ միջամտությունների եւ պայքարի արդյունքում կարողացել ենք նաեւ այդ հստակ եւ խիստ դրվածքը դնել, որ սա կրթություն է եւ այդ կրթությունը ստանալու համար անձի կողմից որոշակի պատասխանատու վարքագիծ եւ պահվածք է պահանջում։ Այնուամենայնիվ չես կարող ստիպողաբար սովորացնել, օրինակ մարդը եթե հետաքրքրված չի ինչ-որ բան սովորել, կավագործություն կամ ինչ-որ այլ հմտություն, այլ արհեստ, արվեստ, անկախ նրանից ինքը որտեղ է գտնվում, հաստատ ելքը կգտնի դա չանելու։ Կա ինչ-որ մեղքի բաժին, որ ինչ-որ մեկը ավելի պակաս է աշխատել կամ պակաս է ջանացել, որ դա լավ չի արվում։ Դուք իրականում շատ ճիշտ դիտարկում արեցիք, որովհետև հենց վերջերս մի փոքր ավելի այլ սպեկտրից եմ այդ հարցի վերաբերյալ մտածում։ Կան անձինք, ովքեր ունեն այդ կրթությունը, բայց այդ կրթություն ունենալը անձին ետ չի պահել հանցագործություն կատարելուց։ Կան անձինք, որոնք ընդգրկված են եղել նախքան քրեակատարողական հիմնարկում հայտնվելը, ընդգրկված են եղել արվեստին հարող, մշակույթին հարող որևէ գործունեություն կամ ինքնագործունեություն են ծավալել, բայց դա անձանց հետ չի պահել հանցագործություն կատարելուց։ Կան անձինք, ովքեր աշխատանք են ունեցել, անգամ պաշտոններ են զբաղեցրել տարբեր պետական կառույցներում, բայց դա նույնպես անձանց ետ չի պահել, որպեսզի կյանքի որևէ հատվածում կատարեն այնպիսի արարք, որը որ կարող էր քրեորեն հետապնդելի լինել։ Իմ կարծիքով, երբ անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, բնականաբար որևէ գործընթացում պարտադիր ներգրավելու մասին խոսք լինել չի կարող, բայց եթե մենք խոսում ենք անձի մեջ վարքագծային փոփոխություն բերել այն նպատակով, որպեսզի այդ հանցավոր հակումներից զերծ լինի եւ նաեւ որոշակիորեն իր մեջ ունենա սոցիալական նորմերին հետևելու իրավահապատակ վարք դրսևորելու հստակ վարքագծային կանոններ, ապա դրա համար հիմնարկը ունի կանոններ, որոնք ամրագրված են նաեւ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ։ Դա վերասոցիալականացմանը միտված միջոցառումներն են, կրթական ծրագրերն են, աշխատանքի հնարավորությունների ստեղծումն է, բայց եթե նորից հետ գնանք այդ պարադոքսին, որ եթե անձը ունեցել է կրթություն եւ մասնակցել է, զբաղվել է մշակութային որևէ գործունեությամբ, աշխատել է, հայտնվել է քրեակատարողական հիմնարկում, նորից նույն process-ների մեջ է ընդգրկվում, մենք ինչպես են գնահատում անձը վերասոցիալականացվում է թե ոչ կամ դա միտված է անձի վերասոցիալականացմանը թե ոչ, մենք պետք է շատ հստակ որպես տարանջատող չափանիշ մեզ համար դիտարկենք անձի մեջ վերաբերմունքի եւ վարքագծի փոփոխությունը։ Իմ կարծիքով կոնկրետ մեր ծրագրով մենք առաջարկում ենք ինքնազբաղվածությանը միտված դասընթացներ, կավագործություն, հստակ ուշադրություն ենք դարձնում ընտրված կավի որակ,
աշխատանքների տեսակ, դրանց դիզայն, գունավորում, ուլունքագործ եւ հելունագործ պայուսակների պատրաստում, որոնք ներկայումս բավականին թրենդային են եւ կանայք բավականին մեծ սիրով եւ պատրաստակամությամբ մասնակցում են, եւ նաեւ ոչ պակաս թրենդային եւ պահանջարկ ունեցող մասնագիտություն գրաֆիկական դիզայն, որը առաջարկում ենք Արմավիրում։ Ինչ որ մի պահից, երբ դասընթացները նոր էին մեկնարկվում, բնականաբար ինձ համար կարևորը այն էր, որպեսզի անձը աշխատի, մասնակցի դասընթացին, բայց հիմա, որ արդեն որոշակի ժամանակահատված անցել է, ինձ համար կարևորը այն է, թե անձին այդ կավագործության դասընթացին բերելով մենք իր մեջ ինչ փոփոխություն ենք բերում։ Եթե դու իր մեջ այդ դրա մասին խոսենք ու նաև անցնենք այդ հետոյի մասին։ Ինքը հիմա սովորեց կավագործությունը, հուլունքագործությունը եւ մյուս բաները, գրաֆիկ դիզայնը։ Ինքը բացի այն, որ դուրս կգա, միգուցե ինչ-որ բաներ կհիշի, կշարունակի աշխատել, այս պահին ինքը ինչ կարող է անել դրանով։ Քրեակատարողական հիմնարկներում ներկայումս ստեղծված են պայմաններ, դրանք շենքային պայմաններն են, տեխնիկական որոշակի միջոցներն են, որպեսզի անձինք կարողանան նաեւ դրանով զբաղվել եւ նաեւ նախքան մեր դասընթացների մեկնարկը դրա վերաբերյալ որոշակի հիմքեր եւ նախադրյալներ եղել են եւ այս առումով կարծում եմ, որ եթե նաեւ այս հարցը կապեմ նախորդ հարցի հետ, շատ հավանական է, որ անձը դուրս գալուց հետո ընդհանրապես կավագործությամբ չզբաղվի էլ, բայց մենք այդ կրթական ծրագրում ընդգրկել ենք սոցիալական հմտություններին ուղղված դասընթացներ եւ նաեւ ամբողջ ընթացքում շատ խիստ հետեւողական ենք եղել արձանագրելու համար, որ միմյանց հետ շփման արգելքներն են հաղթահարվել եւ անձը որոշակի այդ հմտությունները ձեռք է բերել, ինչը իրեն օգնում է շատ ավելի ներառված լինել դասապրոցեսում։ Եթե որևէ բան չի հասկանում, հարցնել մասնագետին, եթե որևէ բան չի հասցնում, հարցնել իր ընկերոջը, շփվել, ունենալ համբերություն, խոսել չիմացածի մասին, լսել չիմացածի մասին, այսինքն սրանք տարական սոցիալական հմտություններ են, որոնք անձը կորցնում է հայտնվելով քրեակատարողական հիմնարկում։ Միգուցե անձը դրանով նաև չի զբաղվի, բայց օրինակ մենք անձին նաև սովորեցնելու ենք ինչպես կազմել ինքնակենսագրական, ինչպես ներկայանալ աշխատանքի հարցազրույցի, ինչպես ներկայանալ գործատուին, որ դեպքերում է որոշակի աշխատանքներ արգելված այն անձանց համար, ովքեր ունեն դատվածություն, այսինքն իրենք կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներ են, եւ այստեղ ինձ համար կարևորը այն է, որպեսզի անձը որոշակիորեն ադապտացված եւ վարժված լինի նաեւ այն սոցիալական նորմերին, որոնք ընդհանրապես բնորոշ են կրթական process-ին։ Դա իր կրթության process-ին լուրջ վերաբերվելն է։ Քրեակատարողական հիմնարկը մի վայր է, որտեղ որ այդ հարաբերությունները եւ կյանքը որոշակիորեն ստանդարտացված են, բայց իմ նպատակներից մեկը այն է, որ մենք կարողանանք այդ պատասխանատվության զգացողությունը ձևավորել անձի մեջ։ Օրինակ, եթե ինքը պետք է գնա բժշկական հաստատություն, այն մասնակիցը, որը պիտի գնա, ներկայանում է դասին եւ ասում է, գիտեք, ինձ տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց։ Այն անձը, որը տեսակցության է, ներկայանում է եւ զգուշացնում է, որ ես տեսակցության եմ եւ դասից բացակայելու եմ։ Եթե իրեն պիտի տանեն դատական նիստի, ներկայանում է դասին եւ ասում է, ես կմասնակցեմ, ասել են, որպեսզի ինձ այստեղից տանեն դատական նիստի։ Ինձ համար կարևորը այն է, թե այդ կրթական process-ի մեջ ներգրաված լինելը, բացի որոշակի հմտություններ սովորացնելուց, անձի մեջ նաեւ ինչ սոցիալական հմտությունների նորմերի նկատմամբ է հարգանք եւ պատասխանատվություն ձևավորում։ Ի վերջո, հենց դրանց խախտումն է կամ միգուցե դրանք չիմանալը կամ դրանք շրջանցելն է, որ հանգեցրել է նրան, որ անձը հայտնվել է քրեակատարողական հիմնարկում։ Այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց որպես մարդ, ով համակարգից ավելի դուրս է նայում, իրականում մարդիկ, ովքեր հեռվից են նայում, ուզում են հասկանալ, թե այս մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարել, դատապարտվել են հանցագործության համար, չենք խոսում այդ անմեղության կանխավարկածի մասին, քանի որ արդեն դատապարտվել են, մեղավորությունը ճանաչվել է։ Պետությունը պահում է իր հարկերով այս մարդկանց եւ արդյոք այս մարդիկ ինչ որ ձևով պետքա փոխհատուցեն այդ ծախսերը, որովհետև փաստացի իրանք պետքա նաև լինեն ակտիվ տնտեսության մեջ, օրինակ աշխատեն, իրանց աշխատավարձից հարկեր վճարեն, պիտանի մասնագետ լինեն, այդ որպես մասնագետ էլ ինչ որ ձևով ներդրում ունենան պետության բարեկեցության համար, չէ՞, ասենք ցանկացած մեկս, որ աշխատում ենք, հարկեր ենք տալիս, մեր մասնագիտական կարողությունները ծառայեցնում ենք ինչ որ լավ բանի, ելնենք այն բանից, որ բոլորս լավ բանի համար ենք աշխատում։ Արդյոք այդ մարդիկ, ովքեր անազատության մեջ են,
իրանց կրթում են, կրթության այդ ամեն ինչը տրվում է, սովորացնում են լինել պատասխանատու։ Ենթադրենք մենք հասանք նրան, որ այս մարդիկ արդեն գործին վերաբերվում են պատասխանատվությամբ, գալիս են, կրթվում են, արդեն կրթվել են, մասնագետ են, եւ ես գրեթե վստահ եմ, որ այդ շատերը նույնիսկ հենց լավ մասնագետ լինելով են արդեն հայտնվում անազատության մեջ։ Արդյոք ունեն այս մարդիկ հնարավորություն շարունակելու աշխատել, ոչ թե ասենք իրավաբանը գնա, որ ինչ որ բանի պատճառով հայտնվել անազատության մեջ, գնա բաներ հանձնուկներ բաժանի, բաշխի եւ դրա համար ստանա նվազագույն 75,000 դրամ աշխատավարձ, այլ օրինակ իրավաբանի աշխատանք կատարի։ Ցավոք այդ առումով մենք խնդիր ունենք, որովհետև ինչպես նշեցի, մասնագիտական աշխատանքային հնարավորություններ որպես այդպիսին քրեակատարողական հիմնարկներում հասանելի չեն, իսկ ազատվելուց հետո մենք դարձյալ այդ լրջագույն բացը ունենք, որովհետև ազատվելուց հետո անձը այլևս ազատ քաղաքացի է, ճիշտ այնպես ինչպես մյուսները, եւ պետությունը որոշակի հոգացության ներքո չի վերցնում այդ անձանց, թեկուզ կարճ ժամանակահատվածով դա կլինի 3 ամիս կամ 6 ամիս, որպեսզի անազատությունից հետո անձը հնարավորություն ունենա ադապտացվել, հարմարվել ազատության կյանքին, ինքնուրույն ապրելուն եւ արդեն նաեւ ինտեգրվի հասարակությանը։ Այդ առումով էլ լուրջ խնդիրներ կան։ Ինքս իմ պրակտիկայում առնչվել եմ բազմաթիվ դեպքերի, երբ օրինակ անձը եղել է քրեակատարողական հիմնարկում, տարբեր միջոցառումների մասնակցել է եւ արկա աշխատանքներից որևէ մեկը կատարել է։ Դա արձանագրվել է, որ մենք անձին վերասոցիալականացնում ենք։ Անձը հայտնվել է ազատության մեջ, կարճ ժամանակ անց նորից հետ է վերադարձել քրեակատարողական հիմնարկ եւ անձին նորից ընդգրկում են նույն process-ի մեջ եւ ասում են մենք անձին վերասոցիալականացնում ենք։ Այսինքն որոշակի process-ների մեջ ընդգրկվում է քրեակատարողական հիմնարկում, բայց դուրս գալուց հետո այլևս չի կարողանում ստանձնել իր կյանքի նկատմամբ պատասխանատվությունը եւ ընտրում է ավելի հեշտ տարբերակը։ Ես միայն այդ դեպքի մասին գիտեմ, միգուցե նաեւ կան որոշ այլ դեպքեր։ Միանշանակ պիտի արձանագրենք վերասոցիալականացման քաղաքականության ձախողումը, որովհետև իմ սուբյեկտիվ կարծիքով միգուցե ճիշտ կլինի հերթական անգամ, երբ անձը այդ երաշխիքները իր մտքում ունենալով հետ է գնում քրեակատարողական հիմնարկ, որոշում կայացվի իրեն չընդգրկել այդ process-ների մեջ, որպեսզի անձը գիտակցի, որ երբ հայտնվի ազատության մեջ, պիտի վերջո մի օր որոշի, որ պիտի աշխատի, պիտի աշխատանքից հետո հոգնի, այդ սոցիալական տարբեր բարիքներից օգտվելու համար ունենա գումար, իսկ դրա համար դարձյալ պիտի աշխատի։ Այդ առումով բավականին լուրջ խնդիրներ ունենք եւ աշխատանք չի արվում իրանց հետ, ասենք որպես այդպեսին մենք աշխատանքի, որպես այդպեսին պետական մակարդակով որևէ աշխատանք չի արվում, ցավոք մենք նաեւ զբաղվածության մասին օրենքում ունենք համապատասխան հոդված, համաձայն որի այդ անձինք պիտի համարվեն ոչ մրցունակ աշխատավայրում եւ նաեւ իրենք պիտի ընդգրկվեն զբաղվածության ծրագրերում պետական, բայց այդ կարգավորումները նախատեսվելուց ի վեր դրանք երբևէ որպես այդպեսին չեն գործարկվել, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տվել, որ նշված տարբերակով անձինք շատ քիչ են ընդգրկվել աշխատանքում, տարեկան 1 կամ 2 հոգի, եւ ցավոք ներկայումս էլ այս խմբի անձինք աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության համար առաջնահերթ չեն դիտարկվում, նաեւ այս տեղի ունեցող աշխարհակաղակական փոփոխությունների համատեքստում եւ նաեւ սոցիալական աջակցության առաջնահերթությունները պետական փոխվել են եւ նաեւ մենք ունենք զբաղվածության ռազմավարություն, որտեղ նույնպես այս խմբի անձինք չեն դիտարկվում որպես շահառու խումբ, այսինքն մենք ունենք պետական մակարդակով անտեսված լինելու խնդիր եւ ես կարծում եմ, որ դա վաղ թե ուշ դարձյալ հանգեցնելու է տվյալ անձանց կողմից նորից հանցագործություն կատարելու վարքագծի վերականգնմանը։ Ես ճիշտն ասած հիշեցի նորվեգական բանտային օրինակներից մեկը, երբ որ օրինակ մարդը դատապարտված է եւ մոտենում է արդեն ազատ արձակվելու ժամկետին եւ վերջի հատվածը հիմա ամիսները չեմ հիշի, ինչ որ ամիսներ տեղափոխվում է արդեն բանտից դուրս ազատ տարածք, որը վերահսկվում է այնուամենայնիվ բանտի կողմից, բանտի աշխատակազմի կողմից եւ այս մարդը ունենում է ժամանակ
մինչև օֆիցիալ բանտից դուրս գալը գտնել աշխատանք, սոցիալականացվել, ինքը ազատության մեջ է, փաստացի, բայց պետությունը իրան վերահսկում է։ Արդյոք էս լավ տարբերակ չի։ Ձեր բերած օրինակը բավականին տեղին է եւ բավականին ընդունելի կլիներ, եթե այն կիրառելի լիներ նաեւ Հայաստանում։ Այստեղ մենք իհարկե գործ ունենք պատժի անհատական պլանի հետ, որը որպես այդպեսին մենք չունենք։ Պատժի կրմանը ավարտելուն երբ որոշակի ժամանակահատված մնում է, եթե չեմ սխալվում, մինչև 6 ամիս, նախատեսված է, որ որոշակի գործողություններ պետք է կատարվեն անձի հետ, անձին ազատությանը նախապատրաստելու համատեքստում, բայց որպես այդպեսին դրանք ստանդարտ պրոտոկոլային փաստաթղթերն են, այդ փաստաթղթաշրջանառությունն է, որը կատարվում է եւ ընդհանուր առմամբ դա որևէ ձևով չի էլ հանգեցնում անձի ազատության մեջ ապրելուն նախապատրաստելուն։ Ձեր ասած օրինակը Հայաստանի դեպքում կարող ենք համեմատել ավելի այդ մեղմ պայմաններում պատիժ կրելու հետ, երբ անձը կարող են արձակուրդ վերցնել, նաև օրինակ առավոտյան գնալ աշխատանքի եւ երեկոյան հետ գնալ քրեակատարողական հիմնարկ, բայց դա այն դեպքում, երբ անձը արդեն հասել է պատժի կրման տվյալ պայմաններին։ Բայց մենք ունենք նաև իրավիճակներ եւ պատժի կրման պայմանները շատ ավելի խիստ են եւ օրինակ անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել եւ ուղղակի մի օր բանտի դռները իր հետևից փակվեն եւ անձը հայտնվի ազատության մեջ առանց աջակցության որևէ տարբերակի կամ առանց որևէ նախապատրաստվածության։ Նարեկ ջան, խոսենք ձեր սոցիալական ձեռներեցության մասին, ձեռնարկատիրության մասին։ Ինչ խնդիր եք լուծում, նախ ինչ եք անում ու ինչ խնդիր եք լուծում։ Այդ միտքը առաջացել էր մի քանի տարի առաջ, երբ տրամաշնորհային ծրագրերից մեկը պիտի ավարտական այդպես ամփոփիչ միջոցառում լիներ եւ սպոնտան միտք առաջացավ այդ միջոցառումը զուգադրել ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառքով, որովհետեւ երբ այցելում եք քրեակատարողական հիմնարկներ, տեսնում եք, որ անձինք կան, ովքեր աշխատում են եւ որոշ դեպքերում այդ աշխատանքը կարող է ներկայանալի համարվել, կարող է գնորդի ուշադրությունը գրավել եւ նաեւ ընթացքում նկատել է, որ սովորաբար նման նախաձեռնություններ եղել են, բայց դրանք տեղի են ունեցել քրեակատարողական որևէ հիմնարկում եւ գիտենք հիմնարկը փակ հաստատություն է եւ որպես այդպեսին չի կարող հասարակության ավելի լայն կամ ավելի հետաքրքրված շերտերի համար հասանելի լինել եւ այդ մտքի մասին տեղեկացրեցի պաշտոնական գրությամբ նախարարությանը, քրեակատարողական ծառայությանը, իհարկե միտքը ողջունվեց եւ մինչև վերջել ինձ համար այդ միջոցառումը անհակնկալ էր, որովհետև իհարկե այդ աշխատանքները վերցրեցի քրեակատարողական հիմնարկներից, հյուրանոցային սրահը վարձակալված էր եւ ինձ համար ուղղակի մինչև վերջ անակնկալ էր, թե ինչպես դա տեղի ունեցավ, որ մի մեկնարկից մի քանի րոպե հետո միջոցառման սրահը լի էր հյուրերով եւ իսկապես կար հետաքրքրություն այդ աշխատանքների նկատմամբ։ Կարող եմ ասել, որ դա իր ձևաչափով աննախադեպ էր Հայաստանի քրեակատարողական պատմության մեջ, այն որ այդ աշխատանքները դուրս բերվեն, հանրությանը հասանելի վայրում դրանց վաճառքը կազմակերպվի եւ իսկապես բավականին լայն հնչեղություն ստանա, ինքը բավականին լայն լուսաբանում ստացել է տարբեր լրատվամիջոցներով։ Եվ նաեւ իր դա 2022 թվականին էր, նաեւ վաճառքի գումարի, վաճառքից գոյացած գումարի չափով կարող եմ ասել, որ դա դարձյալ աննախադեպ էր եւ այդ գումարը ամբողջությամբ փոխանցվել է հեղինակ դատապարտյալներին, այս կազմակերպությունը որևէ այդպես ֆինանսական եկամուտ կամ շահույթ չէր հետապնդում եւ հետո երբ արդեն նաեւ հիմնարկների ղեկավարության հետ այդ արդյունքները փորձում էինք համադրել, ամփոփել, ինձ համար բավականին ուրեմն նաեւ հուզիչ էր իմանալ, որ շատ շատերի համար դա եղել է իրենց կյանքում առաջին որպես այդպեսին օրինական եկամուտ է։ Գիտեմ, որ անչափահասներից մեկը այդ գումարը ուղարկել է իր ընտանիքին, որովհետև սոցիալական վատ վիճակում էր, կային ցմահ դատապարտյալներ, որոնք շատ երիտասարդ չեն, այսինքն 50 անց, 50-ին մոտ եւ ինձ համար զարմանալի էր, երբ նրանք ասում էին, որ իհարկե ընտանիքները մեզ օգնում են, հանձնուկ բերում են, այսպես որևէ այդպես կարիք չենք ունենում, բայց առաջին անգամներ, երբ մենք մեր վաստակած, մեր աշխատած գումարով էինք
նախապատրաստվում որևէ բան գնել։ Գիտեմ, որ որոշ անձինք բարեգործական որևէ նպատակներով այդ գումարը փոխանցել են այլ կազմակերպությունների, նաև գիտեմ, որ ոմանք կարողացել են իրենց այդ քաղաքացիական հայցը վճարել, ինչը նաև բավականին կարևոր խոչընդոտ է պայմանական վաղաժամկետ ազատմանը ներկայանալիս։ Եվ իհարկե նույն ծավալով եւ նույն հաջողությամբ չէր, բայց 2023-ին նաև իրենց աշխատանքները ավելի փոքր մասշտաբով դարձյալ կազմակերպությունը ներկայացրել է ամանորյա տոնավաճառի։ Իհարկե վաճառքի ծավալները փոքր են, որովհետև նաև ներկայացված աշխատանքների ծավալը քիչ էր։ Եթե թվերով խոսենք, մոտավորապես քանի աշխատանք էր ներկայացված, քանիսը վաճառվեց եւ ինչ գնային սահմանում էին վաճառվում դրանք։ Երբ խոսում եմ սոցիալական հմտությունների մասին, այդ սոցիալական հմտությունների հետաճի կամ գիտակցության նեղանալու մասին, երևի թե այս երկուսն էլ հենց վերաբերելի են ձեր տված հարցին, որովհետև ոմանք բավականին մեծ աստղաբաշխական գումարներ էին նախատեսել իրենց աշխատանքների համար, օրինակ կանանցից մեկը իր սփռոցի համար նախատեսել էր վաճառել 80,000 դրամով, սովորական ասեղնագործ ինչ-որ սփռոց էր։ Տղամարդկանցից մեկը իր սովորական ինչ-որ նկար էր, դրա գինը նախատեսել էր 50,000 դրամ։ Ես կարծում եմ, որ մարդիկ քանի որ ամբողջ օրը ոչինչ չունեն զբաղվելու եւ իրենց ժամանակը ներդնում են այդ աշխատանքի մեջ, իրենց աչքին դա այսպես շատ է երևում եւ իրենք դա չափազանց թանկ են գնահատում եւ նաեւ այդպես հասարակությունից չափազանցված ակնկալիքներն են, որովհետեւ իրենց թվում է թե ինչ աշխատանք է լինի, եթե օրինակ հասարակության որևէ անդամ իմանա, որ դա դատապարտյալի աշխատանք է, զուտ օգնելու նպատակով կգնի չնայելով գումարին։ Եվ հենց այստեղ է, որ որոշակի նաև խոսակցություններ եմ ես ունենում դատապարտյալների հետ, նշելով, որ մենք պետք է ճիշտ գնահատենք եւ մեր ակնկալիքները եւ հասարակության սպասումները։ Իրականում ես ուզում եմ հարցը տայի, որ հակառակ տեսանկյունից արդյոք մարդիկ ոգևորված են կամ ուրախ են գնել կամ ուզում են գնել մի աշխատանք, որը հենց դատապարտյալի ձեռքով է արված, արդյոք դա խոչընդոտ չի։ Դրա ընկալումները տարբեր են։ Օրինակ կան մարդիկ, ովքեր ուզում են լավ աշխատանք գնել եւ իրենք նայում են աշխատանքի որակին։ Այսինքն իրենք իհարկե գնահատում են ձեռքի աշխատանքը, բայց նայում են աշխատանքի որակին։ Եթե իրենք այդ աշխատանքը չեն հավանում, չեն առնում։ Կային այդպես ասած գնորդներ, հաճախորդներ, ովքեր եկել էին տրամադրված, որ որևէ բան պիտի գնեն եւ եղածների մեջից ինչ որ բան ընտրել եւ գնել էին, այսինքն միգուցե որակին շատ հետևողական չեն եղել կամ միգուցե իրենց համար տվյալ պահին որակը չէ, որ շատ ավելի կարևոր է եղել, այլ իրենք իսկապես ցանկացել են գնել։ Կան նաև մարդիկ, որոնց վանում է դատապարտյալի հետ ասոցացվող որևէ բան եւ այս առումով էլ հասարակությանը մեղադրել չենք կարող, որովհետեւ այնուամենայնիվ հասարակության մեջ այն մարդիկ են, որոնք որևէ ձևով դուժել են որևէ մեկի քրեորեն հետապնդելի արարքից եւ հասարակության մեջ այն մարդիկ են, որոնց վերքը միգուցե դեռ թարմ է, որոնց հիշողությունը դեռ թարմ է, այսինքն որոնք ունեն որոշակի անձնական փորձառություն եւ իրենք պատրաստ չեն դրական ձևով վերաբերվելու դատապարտյալի կողմից արված որևէ դրական քայլի, այդ թվում ձեռքի աշխատանքով հասարակության հետ այդ կոմունիկացիան վերականգնելու միտումներին եւ այստեղ նաեւ օրինակ այն նաեւ անձինք, ովքեր թեև որևէ այդպիսի ասոցիացիաներ չունեին, բայց այնուամենայնիվ որոշակի բացասական տրամադրվածություն ունեին այն մտավախությամբ, որ այդ աշխատանքներով իրենց որոշակի բացասական էներգիա հնարավոր է փոխանցվի, քանի որ դրանք կապված են ոչ շատ դրական միջավայրերի հետ, այսինքն նաև նման մոտեցումներ ունեին որոշ անձինք։ Օրինակ թզբեղները, որոնք տենց բանտային առօրյան հիշեցնող են։ Ես ինչքան հիշում եմ, եթե սխալ չեմ հիշում, իմ մասնագիտական կարիերայի ընթացքում եմ փոքր տենց միջոցառումներ լուսաբանել, որ բանտային տարբեր հուշանվերներ են պատրաստում, վաճառում, այդ նույն թզբեղներն են, ինչ որ փոքր փայտից խաչեր եւ այլն, որոնք
Իրականում այդքան էլ հետաքրքիր չեն ու ես էլ միգուցե շատ հետաքրքրված չէի լինի։ Կան մարդիկ, որոնց համար դա հետաքրքիր չէ, բայց նաև կան հատկապես տղամարդկանց շրջանում այդ ասպետները բավականին պահանջարկ ունեն եւ օրինակ նույնիսկ ցուցահանդես վաճառքի ժամանակ դրանցից բավականաչափ գնել են եւ օրինակ այն նաև մարդիկ, ովքեր գնել են նաև երբ օրինակ լինում են արտերկրում որպես զբոսաշրջի կամ որևէ այլ ձևաչափով նաև իրենց գործընկերներին են դրանից նվեր տանում։ Ես ավելի շատ շեշտը կդնեի ոչ թե պատրաստվող աշխատանքների վրա, այլ բնականաբար դրանց թեմատիկայի վրա, այո, աստվածաշնչյան որոշ թեմաները ավելի ընդունված են եւ օրինակ այդ խաչեր առավել այսպես ցավացնում է հատկապես կավագործության ոլորտում այսպես ասած տիրող վիճակը, երբ հետաքրքրություններ են օրինակ, չգիտեմ, նուռը, որոշակի բնապատկերներ, որոշակի գունային ուրեմն ձևավորումներով, որոնք որ վերնիսաժյան տրամադրություն են ստեղծում, իհարկե անձամբ որևէ այդպիսի տրամադրվածություն որպես այդպիսին չունեմ, բայց իմ նաև ակնկալիքը այն է, որ այս ծրագրով հենց դա էլ անձամբ շեշտադրել եմ եւ այն մասնակետի հետ, ում հետ աշխատում ենք այդ կավի աշխատանքների պատրաստման շուրջ, որ կարողանանք նաև իրենց մեջ այդ կավի ընկալումները փոխել, որովհետեւ երբ ասում ես կավ, ստանդարտ որոշակի առարկաների անուններ են տալիս, որոշակի գունային պատկերումներով, օրինակ մենք մեր դասի համար ընդհանրապես որևէ մուգ գույն չենք ընտրել գույներից, կարմիր, կանաչ այդ գույները դեղին ընդհանրապես չենք ընտրել, շատ ավելի նեյտրալ գույներ ենք ընտրել եւ ընտրել ենք այնպիսի առարկաներ, որոնք որ առօրյայում անձինք կարող են օգտագործել եւ ինչու ոչ նաեւ իրենց բանտային առօրյայում եւ նաեւ դա է հետաքրքրացնում այդ հաճախ դասընթացի նկատմամբ հետաքրքրությունը նաև դա է առաջացնում, օրինակ, չգիտեմ, իրենց օգտագործման համար սուրճի բաժակ եւ ափսե պատրաստել, թեյի բաժակ պատրաստել, սրճե պատրաստել, մոխրաման պատրաստել, այսինքն շատ ավելի պրակտիկ որևէ բան եւ շատ ավելի հեշտ, շատ ավելի չեզոք գունավորումներով, որոնք ուղիղ ձևով այդ ասոցիացիաներ չեն առաջացնի, ինչպես որ օրինակ դուք նշեցիք։ Նաեւ վաճառքի համար ավելի պիտանի կլինեն, կարծում եմ։ Իրականում ասեմ ձեզ, վաճառքը ինքը բավականին բարդ գործընթաց է, որովհետեւ հանրային ընկալումների հետ կապված այդ խնդիրների մասին խոսեցի եւ այստեղ իհարկե սա նաեւ բավականին մեծ չասեմ խնդիր է, բայց նաև մեծ մարտահրավեր է կազմակերպության համար, որովհետև այս շատ խիստ եւ ծայրահեղ մարգինալացված խմբին փորձել հասարակության հետ կոմունիկացնել իրենց կողմից պատրաստվող որևէ աշխատանքի միջոցով բավականին բարդ է, որովհետև եթե դու դրան նայում ես, իհարկե այդպես բիզնես ասվածը դեռ բավականին վաղ է այս գաղափարի համար, բայց եթե դու դրան նայում ես այդ տեսանկյունից, արդեն իսկ փակուղին պատրաստ է, որովհետև կա հանրային հակադրության բավականին, այսպես ասած, պարարտ հող եւ բնականաբար դա նաեւ բավականին մեծ ռիսկեր է պարունակում եւ նաեւ անընդհատ ստիպում է մտածել այդ մարտահրավերների մասին, դրանց հաղթահարման մասին, այսինքն այնպիսի տարբերակներ մտածել, որոնք որ հանրային ուշադրություն կգրավեն։ Հիմա բավականին պահանջարկ ունեն այդ թուլունքագործ պայուսակները, բավականին թրենդային են, հատկապես երիտասարդ աղջիկների շրջանում եւ կանանց հետ մենք այդ պայուսակներից պատրաստել ենք, իրենք էլ բավականին մեծ ոգևորվածությամբ պատրաստել են։ Իհարկե իմ նպատակը այն է, որ իրենք տիրապետեն այդ տեխնիկային, որովհետեւ ի վերջո այդ աշխատանքներով ազատության մեջ ովքեր որ զբաղվում են, այնպես չի որ իրենք այլ աշխատանք չունեն եւ միայն դրանով են զբաղվում։ Մարդիկ ունեն աշխատանք, բայց նաեւ գիտեն դա անելու ձևը եւ իրենց ազատ ժամանակը պատրաստում են կամ իրենց անձնական օգտագործման համար կամ վաճառքի համար։ Ինձ համար գերնպատակը այն էր, որ անձինք տիրապետեն այդ աշխատանքները կատարելու տեխնիկային, բայց ինչու ոչ, նաև դա կարող է դառնալ թե իրենց համար ֆինանսական եկամուտի միջոց, թե այդ աշխատանքը, որը պատրաստվում է, որպես այդպիսին պահանջված է հանրային ընկալումների մեջ եւ կարող է նաև վաճառքի տեսանկյունից հետագայում որևէ հետաքրքրություն ներկայացնել։ Իսկ հիմա այս ծրագրերի շրջանակում, որ ստեղծվում են այդ աշխատանքները տարբեր
ինչ են արվելու դրանք։ Քանի որ ինքը բավականին հետաքրքիր գաղափար էր եւ քանի որ նաեւ դա զարգացնելու նպատակ որպես այդպեսին ունեմ, անընդհատ բնականաբար նշանակություն եմ տալիս նաեւ իմ գիտելիքների թարմացմանը կամ զարգացմանը եւ այդ նպատակով այս գաղափարը ներկայացրել է նաեւ Impact Hub-ի կողմից անցկացվող Զարթիր Fellowship-ին եւ ուրախայի, որ անցած տարի նաեւ հաղթող գաղափարներից մեկը ճանաչվեց այս նախագիծը եւ նաեւ այդ մրցանակային գումարը, որը իհարկե շատ քիչ էր, հնարավորություն է տվել, որպեսզի կայքում կազմակերպության կայքում խանութ բաժին ավելացվի, այսպես կատալոգ բաժին, որտեղ որ հնարավորություն կլինի այդ աշխատանքները ապագայում ներկայացնելու նաեւ այդ սոցիալական ձեռներեցությունն է որպես այդպեսին գրանցվել եւ նաեւ լոգոն է պատրաստվել, որոշ մարդկանց դա ցույց եմ տվել, ամենայն դեպս առաջին ասոցիացիան դրական է եղել, այսինքն իմ նպատակն էլ հենց դա էր, որ անգամ անկախ նրանից մարդը հասկանում է դրա իմաստը թե ոչ, լոգոն տեսնելով ունենա որոշակի դրական արձագանք, դրական ընկալում եւ ամենայն դեպս դրան նույնպես կարողացել ենք հասնել։ Իհարկե այս ծրագիրը, որը մենք հիմա իրականացնում ենք, որպես այդպեսին իր մեջ այդպես բիզնես կոմպոնենտ չունի եւ դա չի էլ կարող ունենալ, որովհետեւ գիտեք դրամաշնորհային ծրագրերը իրենք որպես այդպեսին շահույթ հետապնդելու կոմպոնենտ իրենց մեջ չեն պարունակում։ Իրականում ասացիք, որ շատերը բավականին ոչ ռեալ գներ են առաջարկում։ Ենթադրում եմ նաեւ կա հակառակը, երբ որ իրական գնից էլ ավելի ցածր գին են առաջարկում, չեն հավատում, որ կարող վաճառվի։ Ընդհանրապես ո՞նց է այդ հարցերը կարգավորում, ինչ գին իրանք առաջարկում են, այդ գնով էլ դնում եք ապրանքը վաճառքի։ Իրականում այո, եւ ցուցահանդես վաճառքի ժամանակ եւ տոնավաճառի ժամանակ կազմակերպությունը, այսինքն մենք որպես կազմակերպող առաջնորդվել ենք այն գներով, որոնք առաջարկել են մասնակից դատապարտյալները, բայց նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ վերասոցիալականացմանը նպաստելը կազմակերպության առաջնահերթություններից է իրենց սոցիալական հմտությունների վերականգնումը, նաև ինչու ոչ ֆինանսական գրագիտությունը, ինչը հետագայում կարող է նաև որոշակիորեն հիմք դառնալ իրենց ֆինանսական կայունությանը ուղղված որևէ աշխատանք կատարելուն, այս հարցերի թիրախավորումը նաև կազմակերպությունը իր աչքի տակ ունի, որպեսզի այդ թեմաները ընդգրկվեն ընթացիկ դասընթացներում կամ դրանց վերաբերյալ լինեն որոշակի դարձյալ դասընթացներ, այսինքն ինքս դրան որպես այդպեսին քննադատապար չեմ վերաբերվում, որովհետև հասկանում եմ, որ մարդիկ որպես այդպեսին կտրված են հասարակությունից եւ իրենց ակնկալիքներն են չափազանցված, ավելի հստակ պատկերացումներ չունեն հասարակության ակնկալիքների մասին, ես դա դիտարկում եմ որպես խնդիր, որպես հարց, որի շուրջ պետք է աշխատել։ Մոտիվացիայի մասով խոսենք, արդյոք նկատել եք մոտիվացիա առաջին վաճառքից հետո, կոնկրետ մարդը, երբ որ ունեցել է իր առաջին վաճառքը, դրանից հետո ձգտում ավելի լավը կամ ավելի շատ նման աշխատանքներ անելու, որպեսզի վաճառի գումար ստանա կամ կատարելագործվի, օրինակ մարդը նկարիչը ու ձգտում է, որ ավելի հմտություններ կամ տեխնիկաներ սովորի, որպեսզի ավելի լավ կտավներ ստանա եւ ավելի մեծ գներով, բարձր արժեքներով վաճառի։ Տեսեք, այստեղ հակասություն կարող է լինել, որովհետեւ այո, եթե եղել է մի միջոցառում, որը աննախադեպ է եղել բանտային պատմության մեջ եւ բավականին մեծ հաջողություն է ունեցել, բնականաբար դրանից հետո անձանց ակնկալիքները ձեր ասած ձևով պետք է միգուցե նաև զարգանային, միգուցե զարգացել են, այսինքն քանի որ դա այդ ժամանակ կոնկրետ որդեգրված ուղղություններից մեկը չի եղել, նաև այդ հետադարձ կապը պահելը մի փոքր այդ թարմացումներին հնարավոր է շատ տեղեկացված չեմ։ Բայց նաև պետք է նկատի առնենք, որ քրեակատարողական հիմնարկներում հարաբերությունները որպես այդպիսին ստանդարտացված են եւ նաև անձանց ակնկալիքները բավականին, այսպես ասած, պրոտոկոլային են եւ դարձյալ ստանդարտացված են։ Օրինակ, անձը, ով մասնակցել է այդ միջոցառմանը կամ որևէ այլ միջոցառման եւ օրինակ խրախուսանք չի տրվել իրեն, դա պատշաճ չի գնահատվել պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ կամ դրա շնորհիվ միգուցե նաև ինքը պայմանական վաղաժամկետ չի ազատվել կամ իր պատժի կրման պայմանները չեն մեղմացվել, հավանականությունը, որ անձը ավելի շատ հիասթափություն ապրած կլինի, շատ ավելի մեծ է։ Եվ հենց այստեղ է, որ կարող է հակասություն առաջանալ, բայց միևնույն
ժամանակ ինքս արձանագրում եմ որպես հարց, որպես խնդիր, որի շուրջ կազմակերպությունը դարձյալ պետք է աշխատի, որովհետև այո, անձը նաև պիտի ունենա այդ գիտակցությունը, որ բավականին կարևոր է օրինական եկամուտի դաշտ գալը, նաև իր ֆինանսական կայունության ապահովման ուղղությամբ որոշակի պատասխանատվություն ունենալը եւ իր կողմից քայլերի ձեռնարկումը։ Այս պահին ձեր սոցիալական ձեռներեցությունը ինչ նպատակներ է դրել իր առաջ։ Որպես այդպեսին կարող ենք ասել, որ գաղափարը արդեն իսկ կայացել է, որովհետև թե ցուցահանդես վաճառքը եւ թե տոնավաճառը հաջողությամբ ենք պսակել, այսինքն այն նպատակը, որ մեր արժեվ դրել էինք այդ միջոցառումներին մասնակցելով, կարողացել ենք հաղթահարել։ Հիմա մեր սոցիալական ձեռներեցությունը մեկնարկի փուլում է, այսինքն արդեն իսկ մեկնարկել ենք եւ մեր նպատակը այդպես փոքրից դեպի մեծ ենք փորձում քայլել, օրինակ անձի մեջ նախ արթնացնել հետաքրքրությունը իր իսկ ստեղծագործական հմտությունների նկատմամբ, նպաստել, որպեսզի այդ ստեղծագործական հմտությունները կյանքի կոչելու պայմանները լինեն քրեակատարողական հիմնարկներում, սկսած հումքից, անհրաժեշտ դասընթացներից կամ վարպետաց դասերից, մասնագիտական վերապատրաստումներից, այդ աշխատանքները մրցունակության եւ պահանջարկի դաշտ բերելը, դրանց վաճառքը կազմակերպելը եւ այդ վաճառքից գոյացած նաեւ այդ եկամուտից իր մասնաբաժինը տալը դատապարտյալին, այսինքն ավելի շղթայական կապի մեջ ենք տեսնում այդ ներքևից վերև եւ բնականաբար այն անձը, ով կմտնի այդ ցիկլի մեջ, վստահ ենք, որ դրանով կնպաստենք, որպեսզի անձը ունենա հավատ առ այն, որ իր հմտությունների, իր ունակությունների միջոցով կարող է ապահովել իր կայուն ինքնասպահվածությունը եւ դրանով պայմանավորված նաեւ ֆինանսական եկամուտը եւ կայունությունը։ Իսկ ավելի հեռանկարային պլանում բնականաբար միգուցե կարող է ամբիցիոզ թվալ, բայց եթե մեկ կամ երկու անձի դեպքում էլ այդ արդյունքը արձանագրենք, դարձյալ կարող ենք ասել, որ հասել ենք նպատակին, վերասոցիալականացմանը նպաստել է եւ նաեւ կրկին հանցագործություն կատարելու ռիսկերը նվազեցնել է։ Իդեպ ես հիշեցի, որ աշխատանքը կամ կրթության մեջ ներգրավելը դա հավելյալ միավորները ավելացնում կամ ի նպաստ աշխատում է իրենց, որպեսզի ավելի շուտ ազատ արձակվեն, վաղաժամկետ ազատ արձակման նկամներում ստանալուն, չէ։ Իրականում ճիշտ եք, բայց ես ուզում եմ, որպեսզի անձի մեջ այս երկու մոտիվացիաները նաև հասնեմ նրան, որ զուգահեռ ձևավորվեն, այսինքն անձը որևէ process-ի չմասնակցի զուտ այն պատճառով, որ ինքը կարող է որևէ միավոր ստանալ, ինչը բնական երևույթ է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձի համար, անձը կարող է ունենալ եւ այդ մոտիվացիան եւ ունենալ բուն նպատակային առաջնային մոտիվացիան, այն է իր պոտենցիալի բացահայտման եւ իրագործման համար պայմաններ ունենալ եւ դա նաև ինչու ոչ դիտարկել որպես եկամուտի միջոց, ֆինանսական կայունության միջոց։ Կա ինչ-որ բան, որի մասին կուզեիք խոսեիք, բայց ես չհարցրեցի, որովհետև թեման շատ լայն է ու շատ ծավալուն է, շատ խիտ է։ Իրականում ինձ ավելի հետաքրքրում էր հենց անվանումը, ինչու ձեռք ձեռքի, որովհետև կարծում եմ, որ սա բավականին բարդ ոլորտ է, բավականին մարգինալացված ոլորտ է, եւ այս ոլորտում որևէ հարցի շուրջ մենք չենք կարող հաջողություն ունենալ, եթե չունենանք այդ ձեռք ձեռքի տված վիճակը, եւ սա միայն չեմ դիտարկում հասարակություն եւ ազատազրկված անձինք, ես դիտարկում եմ ամբողջի մեջ համալիր եմ դիտարկում, այսինքն եւ համակարգ քրեակատարողական ազատազրկված անձինք, համակարգ եւ հասարակություն եւ ազատազրկված անձինք, այսինքն այս ձեռք ձեռքի տված վիճակը բոլոր կողմերից պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք այս բարդ հարցի շուրջ առաջընթաց արձանագրել եւ նաեւ հաջողություն ունենալ, ինչը որպես այդպիսին մեր հասարակության անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքներից է եւ ինչու ոչ
ամենաառաջինը հենց տվյալ անձի մեջ իրավահպատակ վարքագծի դրսևորումը եւ այնպիսի արարքների չկատարումը, որոնք կարող են քրեորեն հետապնդելի լինել։ Նարեկ ջան, շնորհակալություն զրույցի համար, բավականին բարդ ոլորտում եք սկսել ձեր սոցիալական ձեռներեցությունը, հաջողություններ եմ մաղթում։ Հիշեցնեմ, որ մեր հյուրը Նարե Հովհաննիսյանն էր, իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ եւ ձեռք-ձեռքի սոցիալական ձեռներեցության հիմնադիր։ Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ YouTube-ում, սոցիալական մյուս ցանցերում։ Շնորհակալություն։